Անկեղծ ուզեցի ձեր գրածին պատասխանեմ վիդեո տարբերակով, որտեղ այս հարցը ինձ էլ էր մի փոքր սենց անհանգստացրել, բայց պատասխանեմ դե սենց հերթով։ Երբ որ դուք տեսնեիք, որ ես այդ բաժակները օգտագործում եմ իմ տան մեջ, այսինքն ես եմ առել ու օգտագործում, դուք կարեք նույնիսկ մունաթով ինձ գրեք, ասեք Ժաննա ջան, դու հայ ես ու խմում ես թուրքական մշակույթի բաժակներով, հա, որը որ իրանք են օգտագործում թեյ խմելուց։ Այդ ժամանակ ես միգուցե չնեղվեի, այլ ընդունեի ձեր գրածը ու անցնեինք առաջ։ Բայց հարգելիս, դուք տեսնում եք ակնհայտ, որ ես գտնվում եմ ռեստորանում։ Ռեստորանի սպասքով ես չեմ զբաղվում է ազնակազմը, զբաղվում տնօրինությունը։ Ես այդ հարցը տվեցի մատուցողին, իհարկե չեմ նկարել, ես հարցրեցի մատուցողին, հետիս աղջիկը Հրանուշը, հենց մատուցողը կավաստիացնեն։ Հարցրեցի, ասեցի այս բաժակներով խմում են թուրքերը, ես տեսել եմ իրանց սերիալներում թուրքական մշակույթին է պատկանում, որը որ իհարկե մատուցողը ձեն չհանեց, դե բնականաբար խեղճ մատուցողը ինչ ասի, ինչ կա, այդ մարդը դրանով մատուցում է։ Ինչ եմ ուզում ասեմ, հարգելիներս, բաներ կա, որ պետք է այդ նույն հարցերը գրեք էջին, եթե դες այդպես անհանգստացնում է, որ մեր Հայաստանում օգտագործում են թուրքական մշակույթի ինչ-որ բաժակներ, թե են մատուցում, ես էջը նշել եմ իրանց, կարող իրանց էջում գրեք ու այդ հարցը իրանց տակ, ոչ թե ինձ։ Այո, ես ունեմ մեծ լսարան, ես ոչ թե գովազդ եմ անում բաժակները թուրքի մշակույթը, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս ռեստորանը, որտեղ ռեստորան ես իրոք հավանում եմ, ու այնտեղ շատ համով է ամեն ինչ։ Թե հիմա ինչ բաժակով մատուցեցին, ինչ արեցին այդ կիքսը, որ տվեցին իրանք այդ առումով։ Այդ կարակ գրեք հենց իրանց էջին այդ հարցը իրանց տակ, ոչ թե ինձ։ Ինձ թվում է գրելուց առաջ մի փոքր մի պուջուրիկ sense մտածեք, որովհետև լուրջ եմ ասում, վստահ եմ, որ այդ նույն մեծ լսարանը տենալով իմ մոտեցումը իմ հայ ազգին, իմ մոտեցումը ամեն ինչին մեր մշակույթին։ Ես իմ 33 տարեկան կին եմ, մասնակցում եմ Miss Հայուի նախագծին, որ մեր տարազը, մեր հայկական երաժշտությունը, պարը, արվեստը հիշեցնեմ, որ առաջ տանեմ, որ ամբողջ ժողովուրդը տեսնեն, որ ինչ սիրուն է, երբ որ մայրն է հագնում, երեխեն է հագնում, քուրն է հագնում, տարածում եմ մեր մշակույթային ամեն ինչը։ Նամանավանդ հեսա նոր ծրագիր եմ սկսում մեր տատիկների հետ համով բաներ ենք պատրաստելու։ Մի խոսքով, դու գրում եք այն մարդուն, ով որ իրոք իր լսարանին ուղղորդում է, ով որ իր լսարանին միշտ, չգիտեմ, ազգագրային է անում։ Դուք գրում եք այն մարդուն մշակույթի ու ամեն ինչի առումով, ով իր հարազատներին, սաղին, ծնողներին, քուր աղբերներին թողել է Ռուսաստանը, իրանք այնտեղ են։ Ես մենակ իմ երեխեքի հետ ապրում եմ Հայաստան։ Ես այդ կարգի շատ եմ սիրում մեր Հայաստանը ու մեր մշակույթը։ Ես չեմ առաջ տանում ու ես չեմ ուղղորդում իմ լսարանին, որ գնա թուրքական բաժակներով թեյ խմեն։ Շնորհակալություն։